Չորրորդ օրն է Ծափաթաղ գյուղում շարունակում են որոնել 3 տարեկան Տիգրանին, որևէ հետք չկա։ Բոլոր վարկածները քննարկում են, բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում։ Կատեգորիկ ոչ մի հետք չկա, պարոն Սարգսյան։ Ոչ, որևէ հետք չկա։ Երկուշաբթի է անհետացել երեխան, իրենից 2 տարով մեծ եղբոր հետ խաղալիս են եղել։ Եղբայրը, որ հաշմանդամություն ունի, չի խոսում, տուն է վերադարձել, փոքրիկը ոչ։ 3 երեխաների հորաքույրը Ազատությանը պատմել էր, որ համր երեխան կոկորդն է ցույց տալիս, երբ փորձում են մի բան ճշտել։ Տեղ հաշտալի հոսը բողազն օպտալ։ Ուրեմն երևի ողջացրել են, ինչ են նրա, չգիտեմ։ Այսինքն երեխան կոկորդն դինա ցույց տալիս։ Հա։ Երևի վախեցրել են, ինչ են նրա, չգիտեմ։ Երեխաների մայրը Տիկին Փարանձեմը այսօր նույնը պնդեց։ Դե ձերքը վզի վրա է տանում, բայց չգիտեմ ինչ է նշանակում իրան համար, ինչ է անում, ես չգիտեմ։ Գեղարքունիքի մարզպետը դարձյալ շեշտում է, բոլոր վարկածներն են քննվում, այս դրվագի վերաբերյալ առայժմ միայն ենթադրություն ունեն։ Որ ինքը չի կարողանում խոսալ, հասկացել է, որ չի կարողանում բացատրի իրենց հարցերին, չի կարողանում ամբողջությամբ պատասխանել, դա է եղել։ 3 Տիգրանի մայրը, քույրն ու 3 եղբայրները հարցաքննության էին հրավիրվել։ Քննչական կոմիտեից տեղեկացանք նախաքննական քննչական գործողություններ են եւ դրանց մասնակցում են նաեւ հոգեբան ու լոգոպեդ։ 150 փրկարար մարզային ու համայնքային ոստիկանության 5 բաժիններից 80 ծառայողներ շարունակում են որոնել երեխային Ծափաթաղ գյուղի հարակից տարածքներում, Սևանի լճի ափին ու նաև ջրում, անօդաչուներ են օգտագործվում, շներ, մոտոներ։ Փոքրիկը մոլորվել է, առևանգել են նրան, թե կենդանիներ են հարձակվել։ Լճափնյա այս գյուղում շնագայլեր են լինում, պատմեցին բնակիչները։ Շունա, գայլա, եւ ասում են շակալներից, այդ բաները։ Միևնույն ժամանակ այս վարկածը բացառում են, որովհետև հետք չի գտնվում։ Երեխան հողաթափով է եղել, ոտքից կընկներ, փրկարարները, կամավորները հազարավոր հեկտարներ են անցել, ամեն շորի, կոշիկի կտոր զննել, ոչինչ չի հուշում, որ փոքրիկն անցել է այս տեղերով։ Տիգրանի ընտանիքը բազմանդամ է եւ ապրում են հորաքրոջ նույնպես բազմանդամ ընտանիքի հետ, 14 հոգով են, տանը նաեւ հաշմանդամություն ունեցող հորեղբայրն է, այստեղ ոչ ոք մշտական աշխատանք չունի, աղքատությունը չի հաղթահարվում նաեւ նպաստով, Գեղարքունիքի մարզպետն ասում է իր ղեկավարած կառույցը ընտանիքին չի աջակցել, որովհետեւ նրանցից դիմում չեն ստացել։ Առաջիկայում իրենց որոշակի ֆինանսական օգնություն ցուցաբերենք, մինչեւ այս պահը մարզպետարան իրանք չեն դիմել, որևէ աջակցություն մեր կողմից չեն ստացել, բայց համայնքապետարանի կողմից աջակցություն ստացել են։ Համայնքապետարանից նախկինում օգնություն ստացել են, հաստատում են ընտանիքում, բայց այս տարվա 10 ամիսներին աջակցություն չի եղել։ Դե գալիս է, տալիս է, չէ։ Չէ, ստայել չեմ ստացել, չէ։ Տանը քնելու համար հարմարեցված կահույքից բացի այլ գույք գրեթե չկա։ Մեր նկարահանման օրը տան սնունդը հաց ու պանիրն էր։ Այս պայմաններում են ապրում 9 երեխաներ։ Գեղարքունիքի մարզպետն ասում է, սոցիալնախարարության գործառույթն է երկարաժամկետ լուծում գտնելը։ Մեր թե համայնքային սոցիալական ծրագրերը, սովորաբար որոնք համայնքներն են ղեկավարում, եթե չեմ սխալվում, Ծափաթաղը պետք է կամ Ճամբարակի մեջ լինի կամ Վարդենիսի եւ մեր միասնական սոցիալական ծառայությունը զբաղվում է նման ընտանիքներով։ Արդյոք սոցիալական ծառայությունները հետաքրքրվել են ընտանիքով, սոցիալնախարար Արսեն Թորոսյանը տրամաբանում է, այո, որովհետեւ եթե նրանց նպաստ է նշանակվել, ուրեմն կարիքը գնահատել են։ Նախարարի դատողություններն ընդհանրական են աղքատության մասին, որ բազմազավակ ընտանիքներում շատ է պատահում։ Աղքատության մեջ ապրող ու ողբերգության մեջ հայտնված այս ընտանիքի վերաբերյալ տեղեկատվություն ու աջակցության հասցեական ծրագիր նախարարը չուներ։ Մենք այդ ընտանիքի կամ որևէ ընտանիքի մաս չենք կարող կազմել, որ իրենց ամենօրյա հոգսերով ընդհանրապես որևէ ընտանիքի